Ծարավ աղբյուր փողոցի հենց կենտրոնում կոյուղաջրի աղբյուր է ժայթքել։ 10 օրից ավելին է, 10 օրից արդեն ավելի, զանգում են պատկան կառույցին, Վիոլաջրին և 0 արձագանք։ Ավելի կոնկրետ վերջերս արձագանքել են ու ասել են, որ խնդիրը ներցանցային է։ Ես չեմ կարողանում անկեղծ հասկանալ, այս փողոցի կենտրոնում հենց այս հատվածից վնասված կոյուղագիծը ոնց կարող է ներցանցային խնդիր լինել։ Հրավիրում եմ մասնագետների ուշադրություն և նաև մի շատ կարևոր հանգամանք, այստեղ քանի որ այս կոյուղաջուրը այսպես հոսվելով անցնում է, հասնում է մինչև Թբիլիսյան խճուղի, ներքևում Թբիլիսյան խճուղին է, հասնում է Թբիլիսյան խճուղի ու հենց այս հատվածում է տեղադրված աղբամանները, շատ դժվար է լինում անցնել և պարզապես նետել աղբամանի մեջ, քանի որ ջրի հոսքը շատ առատ է։ Այս պահին նույնիսկ ես կասեմ մի քիչ թույլ է հոսում, լինում են ժամեր, օրվա ժամեր, որի ժամանակ ավելի առատ է այսպես ջուրը հոսում այստեղից։ Բնականաբար ոչ մեկ չի պատրաստվում այս ջրային գոյացությունների միջով անցնի ու աղբը նետի աղբաման, թեև այդպիսիք էլ են լինում, ստացվում է սենց շպրտում են, բայց մարդիկ կան, որ մի քիչ ծանր է աղբը, չեն կարողանում նետել։ Ու ստացվում է կրկնակի խնդիր, աղբը կուտակվում է, սուտ կողքը, այստեղ նայում, տեսնում եք, այդպես շինանյութ բան որպես այդպիսին չկա, ինչ որ տարաներ են, որ ուղղակի չեն նետվել աղբամանի մեջ, որովհետև ջրի հոսքը խանգարել է։ Ջրի հոսքը թույլ չի տվել, ես այսպես գնամ ու տեսեք, որ այստեղ էլ է մի խնդիրը։ Գարշահոտության մասին խոսքերով փոխանցել պարզապես հնարավոր չի։ Հնարավորինս թեև աղբը հեռացնող ընկերությունը անում է ամեն ինչ, այսպես աղբամանները դատարկեն, բայց աղբը լցվել է կողքը զուտ այն պատճառով, որ այստեղ հնարավոր չի անցնել պարզապես, որ աղբը նետես աղբամանի մեջ։ Ավելացնեմ միայն, որ այդ ջուրը հոսելով պես գալիս է, հասնում է այստեղ փողոց հենց ու տեսնում եք արդեն պատկերը, սա այդ ջրի հոսքի հետևանքն է։ Ամբողջ մայթի կողքերով ու փողոցի երկայնքով այդ ջուրն է, որ նաև գարշահոտություն է առաջացնում, ինչպես արդեն ասել։